Ես այդ վերականգնողական կենտրոնի մեջ որ ծառայության մեջ էի, ժամանակ առ ժամանակ մենք մարդ ենք, էլի, փորձում ես ինչ որ մի բան նախաձեռնես, գործես, երբ որ նախաձեռնում ու գործում էի, մի հատ հետաքրքիր բան կյանքիս մեջ եղավ։ Մի անգամ այնց էր թևս բռնվե, որ գնացել եմ մի ամիս տունը պարգած եմ, էլի, ու այս ողնաշարից հետ էր կախված, էլ բժիշկ չմնաց, իշքան եկեղեցում լավ բժիշկներ ունենք, իշքան ով ճանաչում էր, օգուտ չէր տալիս, բայց մի դիրքի մեջ էի հանգստանում, երբ որ այս աղոտքի դիրք ունեմ, էլի, գլուխս դնում էի, տենց կանգնում էի, խելոք հանգստանում էի, օրերից մի օր Տերը հետս արդեն ամիս մանցել էր, մի ամիս հետո Տերը ցույց տվեց ինձ ինչն էր պատճառը։ Գիտեք, Տերն ինձ չի կանչել մի բան անելու, Տերը կանչել է ցույց տա ինչ է անելու, էլի։ Ու հետաքրքիրն է, որ ես սաղ կյանքս որ ապրել եմ այս տեսակի տղերքի հետ, ինձ շատ հեշտ է կառավարման process-ի մեջ ռուլը վերցնեմ ձեռքս ու այս ժողովրդին միտեղ տանեմ։ Այնպես մի լավ խոսք Աստվածաշնչի մեջ առանց Աստծո ոչ մի բան չեմ կարա։ Էսի նեն չի որ մենք առանց Աստծո ոչ մի բան չենք կարա։ Կանց տեքստն այնց հետաքրքիր է, իրան խորը պետք է հասկանաս ինչի համար է ասում։ Մեզի պես բիվշին արկամաններ, հանցագործներ, հազար ու մի հնարամտություններ աշխարհից սովորած մարդիկ ո՞նց չենք կարա անենք, այնքան բան կարանք անենք, հա, բայց կարևորը մենք չենք ուզում առանց Աստված ոչ մի բան անենք, էլի։ Հենց ապաշխարել եմ երկրորդ օրը ելել եմ ոտքի, էլի։ Հա, ու սկսել եմ նորից գալ հոդի մեջ, Տերը թույլ է տվել հետ գամ ես հոդի մեջ։ Որ հետ է մեկի հասկացել եմ, որ ես այս հոդի մեջ ոչխարներից մեկն եմ, գառներից մեկն եմ ու ոչ ավել, հա։ Ու իրոք եմ ասում, Աստված էս վերջումն ինձ հետաքրքիր խոսեցի, այլ ավելին ասեմ, որ եթե հետևի շարքերը նստես, կտեսնես ինչ եմ անելու։